Ամերիկյան զինուժը տարածաշրջանում կմնա այնքան, մինչև Իրանը լիովին պահպանի երկշաբաթյա հրադադարի շուրջ պայմանավորվածությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը նաև զգուշացրել է, ԱՄՆ-ն ավելի ուժեղ կհարվածի Իրանին, եթե չհետևեն հրադադարի պայմաններին։ Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կրակոցները կսկսվեն ավելի մեծ մասշտաբով, ավելի հզոր եւ ավելի ուժեղ, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Մինչ այդ Պակիստանում Իրանի դեսպանը սոցցանցում գրել էր, որ իրանական պատվիրակությունն այսօր կմեկնի Իսլամաբադ Իրանի առաջարկած 10 կետերի շուրջ ԱՄՆ փոխնախագահի հետ բանակցելու։ Ռեզա Ամերի Մողադամին սակայն ավելի ուշ հեռացրել է գրառումը առանց բացատրության։ Ընդ որում որոշակի խառնաշփոթ կա Իրանի առաջարկների մասին, որոնց մի քանի տարբերակ է շրջանառվում։ Կողմերն էլ տարբեր կերպ են մեկնաբանում դրանք։ Իրանը պնդում է, որ հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, պետք է վերացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, Թեհրանը պետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, շարունակի հարստացնել ուրանը։ Սակայն ԱՄՆ-ն պնդում է, որ հրադադարը Լիբանանին չի վերաբերում։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, թե որևէ պայմանավորվածություն չկա, որ Իրանին թույլ կտրվի ուրան հարստացնել։ Հորմուզի նեղուցն էլ պետք է բացվի եւ անվտանգ լինի երթևեկության համար սոցցանցում գրել է Թրամփը։ ԱՄՆ փոխնախագահը եւս հաստատել է, ԱՄՆ-ն չի համաձայնել Լիբանանում հրադադարին։ Մենք երբեք նման խոստում չենք տվել։ Մենք ասել ենք, որ հրադադարը կկենտրոնանա Իրանի եւ Ամերիկայի դաշնակիցների, թե Իսրայելի, թե Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։ Հակասական են նաև Հորմուզի նեղուցի մասին տեղեկությունները։ ԱՄՆ-ն պնդում է, թե այն բաց է, սակայն իրանական լրատվամիջոցները հայտարարում են, որ միայն սահմանափակ թվով նավեր են անցնում, ընդ որում Իրանի հետ համակարգելուց հետո։ Իրանի փոխարգործնախարար Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ նեղուցը կվերաբացվի, երբ դադարեցվի ագրեսիան Լիբանանում։ Թեև հրադադարից մեկ օր է անցել, կողմերն արդեն իրար են մեղադրում այն խախտելու համար։ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Իրանի առաջարկներից 3-ը խախտվել են, իսկ այս իրավիճակում հրադադարը կամ բանակցությունները մեջբերում եմ անխոհեմ են։ Փոխարգործնախարար Խաթիբզադեն էլ հայտարարել է, որ Լիբանանի վրա հարձակումները հրադադարի կոպիտ խախտում են եւ ցեղասպանական գործողություն։ Պատերազմի 41-րդ օրը Իսրայելը շարունակել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքներին հարվածները Լիբանանում։ Վերջին 24 ժամում Լիբանանում սպանվել է 203, վիրավորվել ավելի քան 1000 մարդ։ Իսրայելը հայտարարել է, որ սպանել է շարժման առաջնորդի անձնական քարտուղարին։ Հեզբոլլան պատասխան հարվածներ է հասցրել։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կշարունակեն հարվածները Հեզբոլլային, որքան անհրաժեշտ է, մինչև չվերականգնեն Հյուսիսի բնակիչների լիակատար անվտանգությունը։ Բենյամին Նեթանյահուն նաև ասել է, որ դեռ չեն ավարտել Իրանում իրենց անելիքը եւ սպառնացել է, պատրաստ են ցանկացած պահի վերսկսել մարտական գործողությունները։ Մենք դեռ շատ նպատակներ ունենք իրականացնելու եւ դրանց կհասնենք կամ համաձայնագրի կնքմամբ կամ մարտական գործողությունների վերսկսմամբ։ Մենք պատրաստ ենք վերսկսել մարտական գործողությունները ցանկացած անհրաժեշտ պահի։ Մեր մատը ձգանի վրա է։ Նեթանյահուն նաև հիշեցրել է, թե հարստացված ուրանը դեռ Իրանում է եւ անպայման պետք է դուրս բերվի երկրից։ Իրանի ատոմային էներգիայի ղեկավարն էլ հայտարարել է, որ մեջբերում եմ թշնամուն չի հաջողվի սահմանափակել երկրի ուրանի հարստացման ծրագիրը։